Եթե Հայաստանի Հանրապետությունում ռուսները պահպանեն այն ազդեցությունը, որ ունեն, Թուրքիան իր միջին միջանցքի ճանապարհին կախված է լինելու ռուսական քմահաճություններից։ Երբ ուզենան կարգելափակեն այդ միջին միջանցքը հայկական տրանզիտ ճանապարհը, իսկ երբ պայմանավորվեն կբացեն, ուրեմն Թուրքիայում իրապես կա ցանկություն համոզել Փաշինյանին ազատվել ռուսական ազդեցությունից ու դա անել ինքնակամ, որպեսզի հետագայում ռուսները չլինեն ոչ Սյունիքում, ոչ Էրեբունի օդանավակայանում, ոչ հայ-թուրքական, ոչ էլ առավել ևս հայ-ադրբեջանական սահմաններին։ ՀԱՊԿ-ի հայ-ադրբեջանական սահմանին չհայտնվելը հենց դրա միտումն էր։ Եթե ՀԱՊԿ-ը այսպես կոչված դիտորդները 2022 թվականի ռազմական գործողությունների ժամանակ առաքելություն ուղարկեին մեր սահմանին, հայտնվեին սահմանին, ապա միևնույն է, արևելք-արևմուտք միջանցքի վրա կանգնած էին լինելու ռուսները, ինչը ձեռնտու չէ ոչ Բաքվին, ոչ էլ Անկարային։ Հիմա Կրեմլը փորձում է շտկել այն, ինչ բաց է թողնվել վերջին 5 տարում։ Եթե Լեռնային Ղարաբաղի առուծախը պիտի հանգեցներ նրան, որ Արցախի մնացած հատվածը վերածվեր մի հերթական հարավային Օսիայի ու Աբխազիայի, որտեղ ռուս խաղաղապահներն են, իսկ տարածնել Ռուսաստանից կախված գորշ գոտի, ապա հիմա իրավիճակը լրիվ այլ է։